Tribune-ի լրատվական թիմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, սա մեր ամփոփիչ թողարկումն է Գյումրու եւ Փարաքարի թիմ ընտրությունների մասին, ընտրատեղամասերը փակվել են ուղիղ ժամը 8-ին, քվեարկությունն ավարտված է, Գյումրիում եւ Փարաքարում սկսվել է արդեն ձայների հաշվարկը, Գյումրեցին իրականում կատարել է իր ընտրությունը, թե ինչ է կատարվել ընտրատեղամասերում, բաժանվել են ընտրակաշառքներ, տեղի են ունեցել ընտրախախտումներ, ինչեր են արձանագրվել ամենաթեժ կետերից եւ խնդրահարույց ընտրատեղամասերից պարբերաբար ձեզ իրենց տեղեկատվությունն են փոխանցել մեր լրագրողներ Ռիփսի Մեջեբեջյանը եւ Ալինա Սիմոնյանը։ Իսկ տաղավարում ձեզ համար աշխատել եմ ես Ֆրիդա Ղազարյանը։ Հիշեցնեմ, որ այս պահին քվեաթերթիկների հաշվարկ է ընթանում, Գյումրու ընտրությանը մասնակցել է 39,000-ից ավելի մարդ, ըստ մեր լրագրողի վերջին տեղեկատվության։ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը արդեն հազանգում է, որ ՔՊ-ն կեղծել է 3264 ձայն։ Ընտրությունների նախնական արդյունքները համաձայն ժամանակացույցի ամփոփվում եւ արձանագրությամբ վավերացվում են մարտի 31-ին մինչեւ ժամը 14-ը։ Այս պահին մեր տաղավարում է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Բարի երեկո, պարոն Ղազարյան, փորձենք միասին վերլուծել եւ այս պահի դրությամբ ունեցած պատկերով ամփոփենք մեր թիմ ընտրությունները։ Ինչպես ժամանակին ասել էր իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանը, ավելի կարևոր է թիմ ընտրությունները կամ պետք է ավելի կարևորել թիմ ընտրությունները, որովհետև համապետական ընտրությունները, որովհետև Հայաստանում չկան մարզպետներ, Հայաստանում կան մարզ նայողներ, իր խոսքերն ու կարծեմ այնտեղ էլ հենց ձեզ էր գովերքել, որ միակ մարզպետը, որ կարգին աշխատում էր, դուք եք եղել ժամանակին ու այդ պատիվը արժանանալ պարոն Իոնիսյանի ու այդ բացակայության պատճառով, որ մյուսների ֆոնին դուք երևում եք որպես լավ մարզպետ, ձեզ ուղարկեցին դեսպան, այդ փոքրիկ ակներ։ Հիմա ինչ պրոցեսներ են տեղի ունեցել ըստ ձեզ, եթե հետևել եք իհարկե այս օրվա ընթացքում Գյումրիում եւ Փարաքարում ի վերջո, այսպես շատ նախնական չեն կարող միանգամից ասել ում ընտրեցինք, ֆավորիտները ովքեր են եւ ինչ հետևանքների սպասենք մարտի 31-ից սկսած։ Դե նախ դեռ շուտ արդյունքների մասին խոսելը, կանխատեսումները դեռևս մնում են նախնական սոցիոլոգիական հետազոտությունների մակարդակում։ Ես կարծում եմ, որ առավելագույն թվով ձայները պետք է ստանան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ չի կարելի հաշվի չնստել այն վարչական ռեսուրսի հետ, որ իշխանությունը օգտագործում է, որի հետևանքով հնարավոր է, որ Սարիկ Մինասյանը նույնպես լինի առաջի եռյակում։ Եվ կարծում եմ, որ նվազագույն շեմը կհաղթահարեն ըստ նախնական տպավորությունների նաև Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքը, Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Կարծում եմ, որ այս ուժերը կանցնեն կհաղթահարեն նվազագույն շեմը, իսկ այդ դեպքում նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվի հավաքելու 50%-ից ավել ձայներ եւ միանձնյա ղեկավարել քաղաքը, այսինքն ստանձնել քաղաքի կառավարումը եւ ինքնաբերաբար ունենալ քաղաքապետ, որովհետեւ դրական օրենսգրքով ցուցակի առաջի համարը դառնում է քաղաքապետ միայն այն դեպքում, եթե ուժը ստանում է 50%-ից ավել ձայներ։ Եթե չէ, ուրեմն համայնքի ավականին իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, այսինքն պետք է ձևավորվեն հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ։ Նախնական հայտարարություններին, որ լսում ենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է, որ ինքը Վարդան Ղուկասյանի հետ չի գնա դաշինքի։ Վարդան Ղուկասյանը իր հերթին ասել, որ նրանց հետ չի գնալու։ Այսինքն մյուս ուժերը, որոնք հավանականավոր անցնեն, նույնպես չեն գնա ՔՊ-ի հետ դաշինքի։ Այսինքն անկախ ընտրությունների արդյունքներից ՔՊ-ի հավաքած տոկոսներից իրանք դառնում են ընդդիմություն, իրանք արդեն պարտվել են այս ընտրություններին, դա կարելի է համարել արձանագրված, դեռ ձայները չհաշված, հիմա որ հաշվեն իմանանք թե ինչ թվերով է այդ պարտությունը արձանագրվում, այսինքն մյուս ուժերը եթե դաշին կազմեն, հուսով եմ իրար հետ համաձայնության կգան, նրանք ունենան արդեն քաղաքապետ, իսկ ՔՊ-ն կմնա այդ դաշինքից դուրս եւ կդառնա Գյումրիում որպես ընդդիմություն։ Իդեպ ԿՊ-ն այդ կարգավիճակ ունեցել է նաեւ 21 թվականին Գյումրու ընտրությունների ժամանակ, երբ որ նրանք նույնպես պարտվեցին, այն ժամանակ իրենց համամասնական ցուցակը գլխավորում էր Շիրակի մարզպետը։ Պարտվեցին նախընտրական շրջանում Բալասանյան դաշինքը, որը ֆավորիտն էր համարում եւ այդպես էլ եղավ, ամենաշատ ձայները իրանք ստացան։ Հայտարարել էին, որ ոչ մի պարագայում ԿՊ-ի հետ չեն գնա համագործակցության եւ իրենք դաշին կազմեն հաղթահարած մյուս ուժերի հետ։ Բայց ընտրություններից հետո եղան ձերբակալություններ,
Բալասանյան դաշինքի կողմնակիցների եւ ստիպեցին, որ Բալասանյան դաշինքը դաշինք կազմի ԿՊ-ի հետ։ Հետո ԿՊ-ն ինքը դուրս եկավ այդ դաշինքից եւ լուծարեցին հավաքանի։ Մենք հիմա Գյումրիում ունենք այս ընտրությունը, դա հերթական ընտրություն չի։ Դա արտահերթ ընտրությունն է, որը առաջացել է ԿՊ-ի կողմից հրահրված քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Ընդ որում այդ ճգնաժամը բացասաբար անդրադարձել առաջին հերթին քաղաքի բնականոն կյանքի գործունեության վրա։ Քաղաքում կատարյալ ճգնաժամը արդեն մի քանի ամիս, մոտ 6 ամիսը համայնքի հավաքանին չի կարողանում նիստեր գումարել, չի կայացնում որոշումներ, հաստատված չի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն, որովհետև այդ ճգնաժամը եղել է մինչև դեկտեմբեր, այսինքն այն ժամանակաշրջանում, երբ որ պիտի հաստատվեր քաղաքի հաջորդ տարվա բյուջեն, այսինքն հիմա բյուջեի ծախսերը կատարում են նախորդ բյուջեի համամասնություններից ելնելու։ Եվ այդ ճգնաժամը արհեստականորեն է ԿՊ-ն ստեղծել եւ իրանք կարծում են, որ նախորդ անգամ էլ են պարտվել, այս անգամ ավելի շատ կպարտվեն։ Շատ հուսադրող է մասնակցությունը, ձեր վերած թիվը կարծեմ դեռ ավելի վաղ թիվ էր, ոնց որ մասնակցությունը արդեն 46, ավելի ուշ տեղեկություններ կա, որ մոտավորապես մասնակցությունը արդեն 46,000 անցել է։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ նախորդ ընտրություններում Գյումրիում մասնակցությունը եղել է ընդամենը 24,000, այսինքն 110,000 ընտրողից մոտավորապես 24,000-ն է մասնակցել 21 թվին, իսկ հիմա մասնակցել են ավելի շատ։ Սա հուսադրող է ԿՊ-ի պարտության իմաստով, որովհետև վարչական ռեսուրսի ազդեցության չափը կոնստանտ է։ Այսինքն ինչքան իրանք մարդիկ ունեն, իրանք հիմնարկներ եւ այլն, դա նույնն է։ Հիմա իրենց կողմնակիցների պարագայում, եթե մասնակցությունը այս անգամ կրկնակի շատ է, նշանակում է այդ ընտրողները ԿՊ ընտրող չեն։ Ընտրել են մյուսներին։ Նշանակում է նախորդի համեմատ իրանց տոկոսը ավելի քիչնի, որովհետև ձայների հաշվարկը իրականացում է քվեարկության մասնակցած ընտրողների համեմատ տոկոսներով, այլ ոչ թե ցուցակային թվի։ Սա հուսադրում է, որ իրանց մոտ այս անգամ գործերը կլինեն ավելի վատ։ Պարոն Ղազարյան, կարող ենք ասել, որ Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը համեմատած նախորդ ընտրությունների հետ, այսպես զգուշավոր լավատեսություն է ներշնչում, թե այլ պատկեր ունենք այս պահի դրությամբ։ Ես կարծում եմ, որ հիմնական մասնակիցները այդ ավել գնացած ընտրության նախորդի համեմատ մոտ 20,000-ից ավել մասնակիցներ, դրանք մեծամասնությունը դեմ են քվեարկել քաղաքացիական պայմաններ, այսինքն քվեարկել են այլ թեկնածուների օգտին։ Իհարկե իշխանությունները իրենց հերթին նույնպես ջանքեր են գործադրել, որ իրենց կողմնակիցները գնան ընտրությանը մասնակցեն, արձանագրվել է օրինակ Հայաստան-Վրաստան սահմանային բավարար անցակետով, այսօր արձանագրվել է ավելի մեծ ակտիվություն հոսք, քան որպես կանոն լինում է այդ անցակետով, հատկապես կիրակի օրերին։ Սա թերևս պայմանավորված է դրանով, որ միգուցե լինեն ջավախ քահայեր, որոնք ունեն Վրաստանի մշտապես բնակվում են այնտեղ, բայց նրանց տվել են Գյումրի համայնքի գրանցում եւ նրանք մասնակցել են։ Դեպ ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական ընտրությունների համեմատ ունեն առանձնահատկություն, որ դրանց կարող են մասնակցել նաեւ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր որ 6 ամսից ավել հաշվառված են տվյալ համայնքում։ Այսինքն, եթե ընտրություններից առաջ ջավախքից մարդկանց ժամանակավոր գրանցեն Գյումրի համայնքում, նրանք այդ օրը կարող են գալ, մասնակցել ընտրությանը եւ վերադառնալ։ Իդեպ դա վերաբերում է նաեւ այո, ժամանակ կացության կարգավիճակ ունեցող այլազգիներին, հիմնականում Հնդկաստանի քաղաքացիներին, որոնք եթե 5-6 ամսից ավել հաշվառված են, նրանք մասնակցում են, իսկ նրանք որպես կանոն աշխատում են մասնավոր սեկտորում, այն սեկտորում, որը հարկայինով կամ իշխանությունների այլ ազդեցության լծակներով, ասենք եթե շինարարության ոլորտ է, բնականաբար շինարարության թույլտվությունները եւ այլը տալիս են իշխանությունները եւ շինարարական ընկերությունների վրա այդ լծակը օգտագործում են, իսկ այդ մարդկանց համար սկզբունքորեն մեկը, ասենք, սարիկը կընտրվի թե ձորիկը։ Գյումրեցիների ակտիվ մասնակցությունը ըստ Սարիկ Մինասյանի ջղաձգումների մեջ է գցել ընտրակեղծարարների նրա խոսքով ասած, ասում է ինչքան ուզում եք ձեզ պատրեք, փողով եւ ընտրակաշարքով այլևս ընտրությունների էջը Գյումրիում միշտ փակված է։ Ես չգիտեմ, Սարիկ Մինասյանը ժամանակին եղել է հանրապետական կուսակցության անդամ, չգիտեմ ինքը այդ ժամանակ ընտրակեղծիքներով զբաղվել է, թե չի զբաղվել, որովհետեւ օրինակ ես նույնպես եղել եմ հանրապետական կուսակցության անդամ, եղել եմ բազմաթիվ ընտրություններում ակտիվ
երկու անգամ եղել եմ ջերմուկի ընտրված քաղաքապետի շտաբի ղեկավար, մի անգամ հանրապետության նախագահի եւ այն աստիճան որևէ ընտրախախտում չենք արել, որ նույնիսկ արժանացել ենք Դանիել Իոնիսյանի բարձր գնահատականին, թե Սարիկ Մինասյանը չի ժամանակին ընտրախախտումներ արել, ինչ ընտրախախտումներ չգիտեմ, բայց սա մնացել է հին թվերի վրա, որովհետեւ ընտրախախտում անելու հնարավորություն են իշխանությունները։ Եվ Սարիկ Մինասյանը երևի տեղյակ չի, որ այսօր ասենք Գյումրիում ձերբակալվել է 90 անց կին ընտրախախտում կատարելու համար եւ Գյումրիից տեղափոխվել է Երևան կամ 80 անց կին կամ դե 70 անց արդեն այս պարագայում համարում են նաեւ արդեն հասել են ջահելներին 70 ու բայց Սարիկ Մինասյանը չգիտի այդ իրավապահ համակարգի ներգործությունը երբ որ ընդդիմադիր կուսակցության ցուցակում ավականու անդամա ձերբակալում ընտրությունների օրը այդ էլ կպարզվի չէ որ հանրավի ոնց որ մնացած բոլոր դեպքերում որ ընտրություններից 3 օր առաջ զանգվածային ձերբակալություններ էին ընդդիմադիր շրջանում այսինքն գիտեք ժամանակակից պայմաններում ընտրությունների արդյունքների վրա ազդել ընտրախախտումները այլևս այդ մարդկանց գիտակցության մեջ մնացած են հին հետամնաց ձևերը չեն ասենք հիմիկվա ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս օրինակ լցոնում անել այդ տեսակի ընտրախախտում օրինակ ժամանակին 95-96 թվականների չէ ընտրությունների ժամանակ այն տարածված ընտրախախտում էր որ մեկը բերում էր քվեաթերթիկները լցնում արկղի մեջ չէ այդ լցոնումները դա լցոնում դա հիմա դա գործնականում հնարավոր չի որովհետև հիմա քվեաթերթիկը վերացել է հիմա քվեաթերթիկը թուղթը դառնում է քվեաթերթիկ այն պահի երբ որ արդեն դրած է ծրարի մեջ եւ հանձնաժողովի անդամը դրա վրա կպցնում է ստիկեր մինչեւ այդ թղթի կտորը քվեաթերթիկ չի համարվում Եվրոպայում նույնիսկ այդ նույն ընտրական համակարգով մարդիկ իրավունք ունեն, այսինքն կենտրոնական ընտրական հանրաժողովի կայքում դնում է PDF-ով քվեաթերթիկի տեսակները, դու կարաս տպես տանես հետդ, ինքդ դնես ինչա, չէ՞, մեզ ինչ են տալի հիմա, տալիս են 9 հատ քվեաթերթիկ, 8 հատը թափում ես, մի հատը դնում ես ծրար, այդ M1-ը որ դու դնում ես ծրարի մեջ, կարաս տանել տպես տանես, դնես ծրարի մեջ, իրանք ստիկերը կպցեն են գցես, կամ պոչտայով, տեղեր կա փոստով են քվեարկում մարդիկ, առցանց են լցոնում համարվում, չէ, ուզում եմ ասեմ, այդ ձևով հնարավոր չի, կամ ասենք հիմա օրինակ մենք որ գնում ենք քվեարկության, մատնահետքը դնում ենք սարքի վրա, սարքը մեզ իդենտիֆիկացնում է, տպում է մեր նկարով նույնականացման թերթիկ եւ այդ նույնականացման թերթիկով մենք հետում ենք մասնակցում ենք քվեարկության, չէ՞, այսինքն այդ պայմաններում այդ համակարգի դեպքում կրկնակի քվեարկություն, արդյոք սարքը քեզ նույնականացնելու է։ Դա էլ է մինիմալի հասցված, այսինքն ընտրախախտումների են տարածված տեսակները, որոնք մարդիկ մինչև հիմա գիտեին, դրանք հիմա օրինակ տեսեք թեկուզ այսքան ընտրախախտումներ արձանագրվեց, չէ՞։ Սրանք եսիվիշ բացառիկ ջանքեր են պետք էլի ընտրությունների օր ընտրախախտում անելու համար հիմիկվա պայմաններում ընտրախախտումը վարչական ռեսուրսի օգտագործումն է, ընտրողների կամքի վրա այլ ձևերով ազդեցություն ունի։ ՔՊ-ի համամասնական ցուցակի հիմա որ մտնեք կենտրոնական ընտրական հանրաժողով նայեք, այնտեղ PDF-ով դրած է իրանց լրացրած այդ հայտարարագրերը, որտեղ է աշխատում։ Ես մտել նայել եմ։ Ասենք ավագ դպրոցի տնօրեն, պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, արվեստի դպրոցի տնօրեն, նրանք բոլորը համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարն։ Հիմա նայում են, ասենք, ավագ դպրոցներում ուսուցչական կոլեկտիվի կազմը կլինի մինիմում Գյումրի պես քաղաքում երևի մի 100 հոգի։ Հիմա բերում են, ասում են տնօրենին, գրում են համամասնական ցուցակում, դե ընտանիքի անդամներով դառավ 400 հոգի։ Այդտենց 100 հոգանոց ցուցակ են ներկայացրել, ասենք իրանց հաշվարկով շատ կոպիտ բան եմ ասում, չէ՞, 4000 Այսինքն ենթադրել Վարդան Ղուկասյանն ասածը հենց երևի այդ կարող նման լինի։ Այնտեղ Վարդան Ղուկասյանն այսօր նաև մի բացահայտում էր արել, որին նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն էր արձագանքել Վահագն Ալեքսանյանը, որ տեղամասերում ՔՊ-ի վստահ միայն իրանց մոտ վստահված անձանց մոտ եղել են ցուցակներ թվային նշումով հերթական համարներ, ասենք 1, 2, 3, 4, 5 ու ասենք երբ որ գնում են իրանց ասում են ես ինչ եք անում, դրա վրա իրանք հերթով խաչ են քաշում այդ թվերի վրա ու մոտեցել են պատրետ հապել են այդ թղթերը, բան այդ պատրաստ թղթերն են։ Հիմա այդ Վահագն Ալեքսանյանն ինչ է մեկնաբանում, ասում է դրանցով վստահված անձին քաշվել են թե քանի մարդ է եկել նույնը մեկնաբանեց վստահված քվեարկության, հա, նույնը
Բայց այդ ասենք շատ անմիտ մեկնաբանություն է, ասենք ոչինչից անտեղյակ մարդը մենակ դրան կհավատա, որովհետև ընտրողների մասնակցության թիվը դա հրապարակային թիվ է եւ ցանկացած երբ որ որպես վստահված անձ մոտենաս ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովի նախագահին, ասես այս պահին քանի մարդ է մասնակցել, ինքը թիվ է ունի, որովհետեւ կոմպյուտերով ասում եմ նույնականացրել է, չէ՞ մարդը մատնահետ կա, չէ՞ դրել։ Բայց այդքան քվեատեր բան։ Չէ, պետք է իրանց համարով է։ Չէ, բայց դա բոլորի համար է, իրանք եթե մոտենան տեղը, ընդ որում ոչ միայն իրանք որ ԿՊ-ից են։ Ցանկացած վստահված անձ մոտենա հանձնաժողովի նախագահին, այդ պահի դրությամբ կարա իմանա հանձնաժողովում քվեարկության մասնակիցների թիվը, դա գաղտնի թիվ չի, դա ընտրողի նույնականացման հետ որևէ կապ չունի։ Հետևաբար դրա հաշվառման իմաստը չկա։ Հարց առաջանում, իսկ իրանք ի՞նչն են հաշվառում։ Տեսեք, ասենք այդ ավագ դպրոցի տնօրենը ցանկի մեջ է, չէ՞։ Հիմա այդ իրանք գիտեն, թե այդ տեղամասում, դա շտաբի աշխատանք է, հենց այդ է։ Իրանք գիտեն, ասենք, այդ դպրոցի կոլեկտիվից, քանի մարդ է այդ տեղամասի քվեարկող։ Իրանք նախապես կազմել են, ակնկալում են, որ այդ տեղամասում պիտի ունենան 600 ձայն ենթադրեն, չէ՞։ Ընտրողների ցուցակները բաց են, դրանք ներքին գործերի նախարարության այդ անձնագրային բաժնից ստանում ես։ Հիմա ասենք թե գիտես ակնկալում ես, որ 600 մարդ պիտի ստանա, իրանք իրանց ընտրողներին արդեն փոքր տեղամասերով արդեն այդ թաղամասի բնակիչային, դեռ անի թաղամասի բնակիչ ԿՊ-ականը գիտի մոտավորապես իրանց ով է ձայն տալի։ Ու որ գալիս է այդ մարդը քվեարկության, ինքը իրանց ձայներն է հաշվում, որպեսզի տենան, ասենք եղել է ժամը 6-ը, իրանց ակնկալած 600 ձայնի փոխարեն մարդու փոխարեն եկել է 400-ը, զանգեն շտաբի այդ մինի շտաբիկի պետին, ու ասեն գիտես ինչ ձեր ցուցակից 200 հոգի հələ չեն եկել քվեարկության։ Կազմակերպեք, այդպես գալիս է նման, տեսեք այդ գազելներ, մազելներ, չէ՞, այդ մարդ բերել բան, այդ արդեն ընդեղ է առաջանում, այդ շտաբի պատասխանատուն արդեն հերթով զանգում, ասենք իր դպրոցի տնօրենին, ասում է ձեր կոլեկտիվից հələ մա զանգի տեսով է գնացել քվեարկության։ Այնա հերթով զանգում է, ասում է Էդգար գնացիր քվեարկության, ասում է նոր բան է Երևան էի գնացել, նոր եկել եմ, հեսա մեր ոնց վերցնում եմ գնամ, դա ասում է կվերջացնես մի հատ իսկ կզանգես։ Այդ որ բացայտելը նետետ է։ Պարզ բան է, ասենք, մի անգամ ընտրական գործընթացի մեջ չդես, գիտես էլի։ Շատ լավ, պարոն Ղազարյան ջան, մենք հիմա փորձենք միանալ մեր լրագրող Ռիփսի Մեջեբեջյանին, որն այս պահին գտնվում է 31-ի 48 ընտրատեղամասում, հասկանանք այնտեղ ինչ է կատարվում, որովհետև ձայների հաշվարկ է սկսել, տեսնենք ինչ նախնական արդյունք ունենք արձանագրված այս պահի դրությամբ։ Տրիբյունայի մի հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք թիվ 31 կոտորակ 48 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցում, այստեղ ընդհանուր առմամբ 1495 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 713 ընտրող, ձայների հաշվարկի փուլում ենք, քիչ առաջ հաշվեցին եւ փաթեթավորեցին տեխնիկական սարքերի միջոցով ընտրողների կտրոնները 713 էր, համընկնում էր թվերը լրացուցիչ, ցուցակ այս ընտրատեղամասում կոնկրետ չի եղել։ Տեղեկացնեմ, որ ընդհանուր առմամբ այս տարի 2021-ի համեմատ մասնակցությունը ընտրություններին բավականին բարձր է եղել, եթե 2021 թվականին 26417 ընտրող էր մասնակցել քվեարկությանը Գյումրիում, ապա այս տարի այսօրվա արտահերթ ընտրություններում 47452 ընտրող է եղել։ Ողջ օրվա ընթացքում դուք եթե հետևել եք մեր եթերին, ապա տեսած կլինեք, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հատկապես խնդրահարույց էին թիվ 3170 եւ 3169 ընտրատեղամասերը, որը այսպես ասած Սարիկ Մինասյանի ԿՊ-ի վերահսկողության տակ գտնվող ընտրատեղամասերն են, այնտեղ մեծ թվով կուտակումներ են եւ այսպես ասած ընտրությունների տասովշիկներն էին ուղղորդում ընտրողներին ընտրատեղամաս։ Այս պահին հետևեք իրադարձություններին այս ընտրատեղամասում ձայների հաշվարկին Ֆրիդա։ Շնորհակալություն Ռիփսի մեմ։ Պարոն Ղազարյան, շարունակենք թերևս մասնակցության հարցը։ Ուզում եմ հասկանանք եւ այդ հարցը ամփոփենք ինչ որ առումով հիմա մասնակցությունը կոնկրետ պայմանավորված է ակնհայտ ուղղորդմամբ, այս նոր տեսակի լցոնումներով, թե իրոք մասնակցությունը այսպես
ոնց են դրան ասում, օրիգինալ չեն ասում դրան։ Իրական։ Օրգանիկ է այսպես, իրական է կատարվել։ Դե գիտեք, Մարդիկ մասնակցել են եւ խղճի կանոն։ Մասնակցությունը դա արձանագրված է, մարդը գնացել է տեղամաս։ Հիմա ինչ մոտիվացիա է դա եղել։ Ես նորից եմ ասում, որ այն մարդիկ, ովքեր որ այսինքն նրանց չի կարելի պրոիշխանական համարել, որ իշխանական ազդեցության տակ են տարբեր հանգամանքներով, ասենք օրինակ հիմա դպրոցի տնօրենի քանակը որոշակի, ասենք ենթադրենք Գյումրիում կա, ենթադրենք 50 հոգի տնօրեն, չէ՞։ Իրանք ստիպված են գնանք հիմա այդ 50-ի թիվը հաստատուն է, եթե ընտրությունների մասնակցի ընդամենը 50 հոգի եւ իրանք, ուրեմն մասնակցությունը կլինի 50 հոգի, ԿՊ-ն կստանա 100% ձայն։ Հիմա եթե ընտրություններին մասնակցում է 100 հոգի, այդ թվում 50 հոգի ԿՊ-ն, ուրեմն իրանց տոկոսը իջնում է 50, եթե դե դառնում է 1000, ասես գնալով պակասում է։ Հիմա նախորդ ընտրությունների համեմատ, որտեղ էլի իրենք իշխանության էին, չէ՞, էլի մարզպետներ, ցուցակղեկավարում եւ այլն, իրանց ազդեցության դաշտում իրանք հավաքել են ընդամենը 7000 քանի 100 ձայն։ Հիմա եթե 7000 իրանք հավաքել են 24000 մասնակցության պարագայում, հիմա այդ 7000-ը եթե պահեն, չնայած հիմա 7000-ն է կորցրած կլինեն, եթե նույնիսկ դա պահեն, ապա 48000 մասնակցության պարագայում դրա տոկոսը ավելի է իջնելու։ Հետևաբար իրանք ավելի քիչ թվով ձայն, որովհետև այդ որ ասում ենք այսքան տոկոս, այնքան տոկոս, դա արդեն հաշվարկվում է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվից, այսինքն ձայների հաշվարկով երևում, այսինքն ովքեր որ չեն մասնակցել, նրանց քվեն, այլ նրանք քվե չեն տվել, նրանք հաշվարկի մեջ այլևս չկան։ Փաստորեն այդ պատկեր ունենք մեր լրագրողները։ Այսինքն իրականում իշխանություններն էլ ձգտած կլինեն, որպեսզի իրանց կողմնակիցները գնան մասնակցեն, բայց ես կարծում եմ, որ սա առավելապես պայմանավորված է այդ տեխնացուն, օրինակ ասենք նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ Մարտուն Գրիգորյանը կամ Ռուբենը Մխիթարյան, չէ՞, նրանք հեղինակ ու Կարենը Սիմոնյան մեծ հեղինակություն ունեն, եւ եթե ասենք իր կողմնակիցները նախորդ ընտրություններին չեն գնացել, չեն մասնակցել, հիմա հաշվի առնելով որ ընդհանրենք իրանց գործընկեր բիզնեսմեն է Կարենը, չէ՞, ասենք իր գործընկերը մասնակցում է, գնացել են մասնակցեն որ քվեարկեն, կամ ասենք օրինակ Ռուբենը Մխիթարյանը մեծ հեղինակություն է վայելում տենց էր նախնական հետազոտումը երիտասարդության շրջանում, չէ՞։ Հիմա երիտասարդները որպես կանոն пассивություն են ցուցաբերում ընտրությունների մասնակցության։ Հիմա նախորդ ընտրություններին Ռուբենը չի եղել, իրանք էլ հետաքրքրված չեն եղել, ասենք ԿՊ կլինի թե Բալասյան դաշինքլի չեն գնաց։ Հիմա Ռուբենը կա, գնում են մասնակցեն, որ իրան ընտրեն։ Ու դրանով մասնակցությունը ավելացել, այսինքն այդ ավել մասնակցած մոտարապես 20000 քաղաքացին նախորդ ընտրության համեմատ իմ կարծիքով հաստատ ԿՊ չի ընտրեն։ Իսկ նախորդ ընտրություններին ԿՊ-ին ձայն տված քաղաքացիների մեջ հիմա շատ կլինեն մարդիկ, որ նախորդ անգամ տվել են, հիմա հաշվի առնելով այս իրականությունը, այս իրավիճակը, հիմա ընդհանրապես ձայն չեն։ Ասենք նայում ենք էլ այդ նախընտրական իրանց վերջին ամփոփիչ հանրահավաքը, չէ՞, որ նախընտրական շտաբերը իրանց հիմնական ջանքերը գործադրում են, հա, բակային հանդիպումները, բայց գլխավոր հավաքը, որ վերջում ասես այդ նույն մեր հարգարժան Դանիել Լեոնիսյանի դրոնը արձանագրել են ընդամենը 2100 մարդու մասնակցություն, Գյումրին 110000 բնակի 110000 մենակ ընտրող ունի, այդքան մենակ ընտրող է, բայց ասենք տեսեք մեծ քաղաք է, չէ՞, այդ հսկայական քաղաքի մեջ ընդամենը 2100 մարդ, այն էլ մեր լրագրողները գնացել հարցում են դուք որտեղից եք, Ամասիայից եմ, դու որտեղից ես, Արտիկից եմ, դու որտեղից ես, չգիտեմ, Մարալիկից եմ, այն բանը Երևանից ինչքան են գնացել, ասեք Վեդի Գարիկը, հասել են ընդ որ ասեք Գարիկն է, Վեդից, էլ եք ասեք Գարիկ, Գյումրի հետ ինչ կապ ունի, չէ, ասենք գոնեն դե ծառայացել է, ասես գնացել է մեկի տուն լողացել է, հիմա գնա դրանց տունը, ասի խնդրում եմ գնացեք Սարիկին։ Բացարձակ ասենք իրանք այդ մարդաքանակ են ցույց տալի Երևանից գնացած մարդկանցով կամ եթե նույնիսկ Գյումրիից, ապա ուղղորդված էլ, ասենք կոլեկտիվով ասում, մենք էս ինչ մանկապարտեզ ենք, ասում մենակ եկեք, եթե կոլեկտիվ չէ, կոլեկտիվ, այսինքն պարզ է, չէ, որ այդ մարդը նույնիսկ այսօր ցերեկ ինքնընտրության գնալուց, մենակ այն բանի համար, որ իրան զորով կտրել են իր գործից տալ են, հավաքին կարող է ջղայանա չընտրի դրանց։ Իսկ մա տենց էլ եղած կլինի, էլի։ Հիմա սա ինչ է նշանակում, աղետալի վիճակ է, չէ, այսինքն դու այսքան ժամանակ գտնվեք իշխանության, հələ մի հատ հիշեք 18 թվին իրանց 18 թվին ընդհանրապես ԿՊ-ն կմտածեր մարդու զանգի, ասի, ավտո դնի, տանեն քվեարկության, հա, բան,
Իսկ այնքան վստահ, սենց հանգիստ նստած երկու հոգի էլ մեզ դեմ են, տո իրանց ցավն էլ տանենք, իրանք էլ են մեր հարազատները, որ 90% ձայներ էին հավաքում, բայց ընդամենը մի ժամկետ են պաշտոնավարի, տեսեք ինչ օրն են ընկել, ամենախայտրակը, այսօր իմիջիայլոց ասեմ, մի հատ նոր know-how է հայտնաբերվել դրա կաշառքի, որը իհարկե կուսումնասիրվի կհաստատվի ըստ հրապարակումների, այսօրվա տեղեկությունների, որ դա իրականացրել են, ասենք բուկմեյքերական ընկերությունների միջոցով, որը դրա մասին այդ on-line խաղեր, որ մարդիկ խաղում են, իրանք ընդ account ունեն, չէ, որ այդ account-ի վրա փող են դնում, ու իրանք գիտեն թե այդ մարդիկ ովքեր են, ու ասենք բուկմեյքերական ընկերությունը կարա իրան բոնուս տա, չէ, ասենք քո հաշվի վրա դու ունես 5000 դրամ, ու մեկ էլ այսօր առավոտը բացում ես, տենում ես քո հաշիվը համալրվել է 10000 դրամով։ Ու ասենք էդի կենթանի փող չի, էլի, էդի վիրտուալ փող է, որ դրած է, բայց դու դա տենում ես, դու որ տաներ դներ, պիտի կենթանի փող դնեիր։ Բայց ասենք թե admin-ը քո հաշվի վրա ավելացրել է 10000 դրամ։ Ու հաշվի առնելով որոշ բուկմեյքերական ընկերությունների, այս իշխանությունների հետ ունեցած կապերը, նրանց օգտին ընդունված օրենքները, չէ, եւ այլն մամուլի այլ հրապարակումներ, շատ հետաքրքիր բան է, ու էսեն բանն է, որ հենց ընտրության օրը ոչ մի դիտորդ չի կարա բացահայտի վերահսկի, այսինքն եթե օրինակ այսօր գտել էին այդ Սարիկ Մինասյանի թաղամասում մի հատ անլեգալ շտաբ, այսինքն ինքը ցուցանակ չունի, այդ Հայակվեի դիտորդներն էին արձանագրել ու լրագրողները գնացին ընդ հրապարակ օրաթերթի լրագրողներ Euronews 24-ի գնացել են, հետո լրագրողների այլ խմբեր էլ գնացին ընդ որովհետև շտաբը ցուցանակ չունի, որ սա էս ինչի շտաբն է։ Դες դատարկ ինչ-որ խանութի պես մի հատ տարածք կա, ճաշարան էլ խանութեր ինչ-որ պես մի տարածք էր, բայց ներսից խփած են Սարիկ Մինասյանի նկարներ, այսինքն երևում է, որ այնտեղ ինչ-որ բան, ու դա ուղղորդման են հիմնական կետերից մեկն է, որ մարդիկ մտել են այնտեղ, գնացել են տեղամաս, նորից եկել են, ու այս լրագրողական միջամտությունից հետո երևում է այդ ակտիվիստների այնտեղ գտնվողների ագրեսիվությունից բանից, ոնց որ բռնված են էլ արդեն դենց այդ իրավիճակում մարդիկ մանավանդ կամերա են տենում, սովոր չեն ամեն օր կամերայի բան, այս մի քիչ շփոթում են, սկսում են հիմարություններ դուրս տալ, որից ճշմարտություն է բացահայտում։ Էին անում ոչ թե հիմարություններ, շատ ագրեսիվ են։ Չէ, հա, հետո վիրավորում էին արդեն բայտի ինչը լրագրողներին բանել, հա։ Ընդ որում ասենք գեղեցկուի կանանց ասում են, որ դուք գեղեցիկ չեք, էլ այդ ասենք այդ ասում են տղամարդը, որը հայտնվել է արդեն ծայրահեղ ծանր վիճակում էլ։ Մի պա եկեք ընդմիջենք, հիմա ասեմ մի հատ տվյալներ, վերջին ամփոփվել են 31-63 տեղամասի արդյունքները, Վարդան Ղուկասյանը առաջատարն է 38 ձայնով, Սարիկ Մինասյան 36 ձայն, Մարտուն Գրիգորյան 22, Արտյոմ Ղարախազարյան 10, Լևոն Բարսեղյան 7, Կարեն Սիմոնյան 9, Ռուբեն Մխիթարյան 11, Արտյոմ Թումանյան 1, Կարեն Մալխասյան 4։ Աստորեն ունենք հետաքրքիր պատկեր։ Վարդան Ղուկասյան, Սարիկ Մինասյան, Մարտուն Գրիգորյան, Արտյոմ Ղարախազարյան եւ Ռուբեն Մխիթարյան։ Կարեն Սիմոնյանն էլ 5-րդ տեղում։ Դե լևն սկիզբն է, կգնա հələ ուրիշ տեղամաս է։ Պարզավոր մի տեղամասում մեկը մյուսի նկատմամբ առավելություն կունենա, մեկը մյուսի նկատմամբ թույլ կլինի միտեղ դի ընդհանուր պատկերը կարծում եմ ակնհայտ է լինելու, որ որևէ ու 50%-ից ավել չի հավաքելու, այդ թվում եւ ԿՊ-ն, հետեւաբար նշանակում է ձևավորվելու է կոալիցիա։ ԿՊ-ն այսքանի մեջ միակն է, որը ոչ մեկ իր հետ չի համագործակցելու, այսինքն իրանք sense տեն ինչ որ սկզբից մենք ասում ենք, իրանք մեն դառնալու են ընդդիմություն, այսինքն արձանագրում են ԿՊ-ի պարտությունը անգամ այս փուլում, թե հիմա այդ պարտությունը ինչ չափ կունենա, ես օրինակ կցանկանայի իմ մեծ ցանկությունը կլներ, որ իրանք գոնե երրորդը լինեին, էլ, այսինքն Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյանի ուժերը գան առաջի երկուսը լինեն, դա էլ հնարավոր է կարծում եմ, որովհետև իրանց հեղինակությունն էլ երկուսն էլ բարձր ազդեցությունը մեծ է քաղաքում։ Գյումրու ընտրատեղամասում, ավելի կոնկրետ 31-ի 45 ընտրատեղամասում ձայների հաշվարկը ավարտված է, հետևյալ պատկերն է, առաջատարներին ասեմ, այստեղ քաղաքացիական պայմանագիրն է գլխավորում Սյունյակը 171 ձայնով, Հայաստանի կոմունիստական կուսակցություն Վարդան Ղուկասյանը 88 քվ է ստացել,
Մեր քաղաքը Դաշինք Մարտուն Գրիգորյանը 60 քվ է ստացել, 20-ական քվ է ստացել են Ապրելու երկիր Կարեն Մալխասյանը եւ իմ հզոր համայնք կուսակցությունից Ռուբեն Մխիթարյանը։ Ահա այսպիսի պատկեր էր Փան Ղազարյան այս պահի դրությամբ մենք հետևեցինք ուղիղ եթերով։ Եվ այս ֆոնին իրականում շատ ավելի հետաքրքիր կլինի, որպեսզի ձեր գրառմանը անդրադառնանք, որ այսօր երկու համայնքներում անցկացվելու է յուրահատուկ մեթոդով մարդահամար։ Հիմա շատ կոպիտ կհնչի իհարկե, որպեսզի ես անգամ ասեմ, ես որակում չեմ ուզում տալ որևէ մեկին, բայց 171 հոգի ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Իմ ասածը դրա հետ կապ չունի։ Եկեք մեկնաբանենք ձեր ասածը, բարձելու համար այդ համայնքներում բնակվող թուրքերի եւ ադրբեջանցիների իրական քանակը։ Ես նկատի չունեմ դա։ Եկեք ասեք ինչ նկատի ունեք, որովհետեւ շատ հարցեր առաջացրել են։ Ես նկատի ունեմ մարդահամար ընդհանրապես տարբեր մեթոդներով անցկացում։ Չէ, հիմա իմ գրած ընտրությունների հետ կապ չունի այսօրվա ընդհանրապես։ Չէ, բացարձակ։ Գրած ընդհանրապես վերաբերում է մարդահամարից, մարդահամարի տարբեր մեթոդներ կա, ամբողջական հաշվառման մեթոդը, մասնակի ընտրանքային հաշվառում, վիճակագրական վերլուծության մեթոդը։ Չէ, ես դες բան չեմ։ Իմ ասած ընդհանրապես դրա հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Կա ուրիշ Էդգար Ղազարյան։ Չէ, իմ գրառումը ընտրությունների հետ կապ չէ։ Գրառման հեղինակը ես եմ, բայց գրառումը ընտրությունների այսօրվա ընտրությունների հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Կապ չունի։ Ոչ։ Դա վերաբերում է մարդահամարին, իսկ մարդահամարի ժամանակ որոշում է յուրաքանչյուր մասնակցի նաև ազգային պատկանելությունը, սեռը, մասնագիտությունը։ Իսկ դա ընդհանուր բան։ Լավ, բարձրացավ, չենք սադրում։ Իսկ ինչ վերաբերում էր Սարիկի ընտրությանը, որ եկել էր երեխայի հետ, այդտեղ ընտրական օրենսգրքով ինչ որ խախտում էի նախագծում։ Ճիշտ է լրագրողներն են որակեցին, որ դա երեխային զրահապաճկոնի նման էր օգտագործել, շատ արագ իրոք փախավ։ Նախ նկատի ունենանք, որ երեխային, մանկահասակ երեխային նման իրավիճակների մեջ օգտագործելը դա ես գրել էի, չէ, որ դա սարիկություն չի, դա սրիկայություն է։ Դա ոչ մի ծնող իրավունք չունի, էլի իր երեխային, սրանց մոտ այս իշխանության դա ոնց որ սովորական երևույթ է։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես իմ որդուն տամ գերու կամ այլ անձի կարգավիճակով, ասենք ոնց կարելի ասենք դու քո երեխուն գիտես, որ գերության մեջ հայտնվել ինչա նշան, դու պիտի մտածես գերիների վերադարձի մասին, բայց ոչ քո չափահաս որդուն առանց իր կարծիքը հարցնելու պատրաստ լինես 10 գերության։ Հիմա Սարիկի ասենք նրա մանկահասակ երեխան միջայլոց նա այն տարիքի երեխա է, որ գրքի երեխա վախեցնում է երեխային, լրագրողներին ասեց, վախեցնում։ Գրքի երեխա չի։ Ասենք գրքի պահում ես այն երեխային, ով քայլել չգիտի, չէ՞, քայլող երեխան ձեռը բռնում ես քայլում է։ Այդ երեխան քայլելու տարիքի մեծ երեխա է, զորով գրքի ինքն չի կարող պահել։ Բայց այդ երեխան վերցրել մտելա տեղամաս լրագրողներ, ասենք լավ, դու ընտանիքով գնացել եք, դժվար է, ասենք կնոջդ ասես երեխուն պահես լրագրողների հետ ճեպազրույց եմ անում կամ չմտնում եմ քվեարկության էլ։ Մանավանդ ընտրական օրենսգիրքը չի նախատեսում, ընտրական օրենսգիրքը ասում է, որ քվեարկության տեղամաս մտնում են միայն ընտրական իրավունք ունեցող մարդիկ, տեղամասում կարող լինեն միայն դիտորդները, ընտրողները եւ այլն։ Հիմա ասեք դու այդ երեխուն չէ, էլի ա եղել, դե ճիշտ ասած դա դուր չի գալի։ Ասեք նույնիսկ եթե տանը երեխով զբաղվող, այդ ոնց է նախընտրական քարոզար ժամանակ այդ երեխուն կարող է մեկի մոտ թողնել։ Հենց ընտրության օրը մարդ չկար որ այդ երեխուն պահեր, ասեք մի ժամ, մի 15 րոպե է տևում որ տնից գնաս ընտրության գաս։ Ասենք այդ երեխու տանելու իմաստ նույն ոճի ընտրապայքարի ժամանակ, ընտրական թողուբոհի ժամանակ շատ ակնհայտ Արտասահմանյան այդ քարոզչա մեքենայում էլի կիրառում են դա։ Սխալ բան է, ասենք ընտանիքի անդամները, սխալ բան է։ Էդի դու ոնց որ զորով քո երեխուն դարձնես թիրախ, չէ՞։ Օրինակ շատ մարդ կա իր երեխունը կա լուսա հրապարակելուց երեխու դեմքի վրա փակում ասմայլի կա դնում, չէ՞, ասենք նույնիսկ ընտանեկան նկարներ։ Հա, ասենք դու վերցել ես քո երեխուն տարում լրագրողների ճեպազրույցի ժամանակ այդքան մարդու մեջ մեկը չկա որ կամ գնացել նստել է մեքենան, երեխուն գիրկը հետո գրեցի որ վաղորդը դու գանվել է որպես ասենք երեխան եթե նստում է այդ տարիքի երեխան պիտի հետևը նստի ռեմենը գցի կամ քարսիտ պիտի լինի վիճակագրություն կա որ եթե դա ես դիմում եմ նաև բոլոր ծնողների կարող ուրիշներն են դա անում երեխան գիրկը առաջը նստած եթե նույնիսկ երեխայի հետ ես պիտի հետևը նստես իրան պահես
Դիմացը նստած անգամ 60 կմ/ժ արագությամբ վթարի դեպքում 95% հավանականությամբ երեխան մահանում է։ Ասեք դու այդ իմանալ, ասեք երեխուն վերցրել ես նստացրել ես դրա Բեդի բան է էլի երեխայով պաշտպանվելու անզորության մի բան է էլի որ երեխուս մոտ ինձ վատ հարց մի տվեք էլի այն բանի բան կա չէ որ կինոն է թթերին է չէ ասում աղջիկներս նայում են էլի ասում որ ծեծում ասում հա էլի ասում աղջիկ երեխա են էլի դու էլի տղա են էլի ասում չէ թե հակառակը չէ ասում Հիմա տղա են քոնն աղջիկա բան էլի թող քեզ ծեծեմ տղաներս ված չես գան բա Հիմա սրանն է երեխով պաշտպանվում է ինքան թույլ ես դու որ լրագրողը ինչ պետք է լրագրողները այդ աղջիկը քեզ ինչ պետք է անեն խոչեն ծեծել հարց պետք է տան չէ հարց են տալի հարցից պատասխան այդ ինչից ես վախենում որ երեխու ներկայությունից ասում ես ինձ վատ վիճակի մեջ մի դերեք էլ ես երեխու հետ եմ դա մեր երեխան չի կարալու ընտրի դժվար է կնոջդ ասես խնդրում եմ սպասի ես մտեմ քվեարկության գամ հետո ես երեխուն կպայեմ դու կգնաս քվեարկես գաս որ երեխու հետ մեծ երեխա է արդեն մեծ տարիք երեխա է ոնց որ ասենք մի ես գնամ քվեարկության իմ 23 տարեկան տաղուն գրկեմ ասեմ Բավարարություն թող Պարոն Ղազարյան ունենք էլի արդյունքներ արձանագրված 31-ի 44 ընտրատեղամասում այստեղ կրկին առաջատարը Սարիկ Մինասյանն ճիշտն ասած 178 ձայն Վարդան Պարագայում ոյ չէ ներողություն սխալվեցի 1000 ներողություն 37 է կարդացել Վարդան Ղուկասյանը 237 է այստեղ ապրելու երկիր Կարեն Մալխասյանը Սարիկն ինչքան էր ընդ 170 Վարդան Ղուկասյանից քիչ 237 հա ես Առաջատարը Վարդան Ղուկասյանն է ամենտեղ այսինքն ինքը երկրորդ տեղով է այդում Այստեղ երրորդ տեղում Մարտուն Գրիգորյանն է 102 ձայնով Լե կարող է որոշ տեղամասերում Մարտուն Գրիգորյանը անցնի իրանք լինեն երրորդ դա որի ավելի լավ կլինի Այսինքն հələ եկեք հաշվարկենք փաստացի այս պահին ունենք ֆավորիտ Վարդան Առաջի տեղով գնում է Վարդան Ղուկասյանը Սարիկ Մինասյան եւ Մարտուն Գրիգորյան հետո գալիս է Ռուբեն Կարեն Հա Ռուբեն Կարենի մեջ ինչ որ տարբերություն ոնց որ շատ էական չի էլի սպայդրությամբ Լավ Գյումրու ընտրությունները թեպետ շատ են խոսել սրա մասին լսենք նաեւ ձեր վերլուծությունը պարոն Ղազարյան ջան ինչ քաղաքական իմաստ ունեն կամ կարող է մի քանի իմաստ ունեն այս պահեդրությամբ Հայաստանի համար կոնկրետ Գիտեք, սա իմաստը հետևյալն է, որ այս իշխանությունը պետք է տապալվի։ Միանշանակ, բայց Եվ ցանկացած ընտրություն դա ցույց է տալի ժողովրդի վերաբերմունքը այդ իշխանության նկատմամբ։ Ես ես օրինակ ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանի մեր հարևան երկրի նախորդ վարչապետը ոչ թե հիմիկվա գործողը, այլ գործողի նախորդողը հրաժարական է տվել Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վրացական երազանք կուսակցության անհաջողության համար։ Ընդ որում իրանք ոչ թե բոլոր համայնքներում էին պարտվել, այլ մի քանի համայնքներում պարտվել էին, բայց քանի որ ամենտեղ չեն հաղթել, կուսակցությունը քննարկում ասում է մենք թիմ ենք, չէ՞, եթե ժողովուրդը մեզ չի վստահում, մեր ներկայացուցիչներին չի վստահում, ինչ տարբերություն համապետական ընտրություններին չի վստահում, թե տեղական ընտրություններին։ Պարտվել ես ուրեմն որպես վարչապետ քաղաքական թիմ ես պահին իշխանություն առաջնորդող ուժ խորհրդարանական երկիրը։ Ուրեմն դու դրանում դեր ունես։ Հրաժարական է տվել։ Հիմա ասենք օրինակ այս տվյալները նայող մարդը կառավարական ամառանոցում Նիկոլ Փաշինյանը ոչ թե գլխացավի գլուխը քոր գալու կամ այլ դեղի պիտի խմի, այլ վերցրելի մի հատ A4 ձևաչափով սպիտակ թուղթ ինքն իդեպ իր ամառանոցում նաև ունի աշխատասենյակ։ Դա աշխատելու պայմաններ կան, ընդեղից երբեմն ոդքաստ ավարում իր զուգընկերու հետ, որը ընդեղ ապրում, չնայած ընդեղ ապրելու իրավունք չունի։ Պիտի ընդեղ մի հատ գրի դիմումի ձևը կարծեմ բանն ազգային ժողովի նախագահին, որ գրում է, որ եւ հանրապետության նախագահին, որ ես խնդրում եմ ընդունեք իմ նախագահին կարծեմ, ընդունեք իմ հրաժարականը։ Երկու հիմա ասենք վաղ առավոտը ժամը 10-ին նախագահը նախագահական նստավայրից մի հատ հարցում անել, տեսնել ընդհանուր բաժինը ստացել է դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրաժարականի մասին։ Բայց ես կարծում եմ ամենայն հավանականությամբ նա ոչ թե դիմում է գրելու հանրապետության նախագահին, այլ WhatsApp-ով հաղորդագրություն գլխավոր դատախազին կամ չգիտեմ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին կամ քննչական կոմիտեի ղեկավարին, որ ձերբակալեն Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի Ռուբեն Մխիթարյանին։ Ասենք ոնց որ
դա արել են 2021 թվականի Գյումրիում Բալասարյան դաշինքի կողմնակիցներին եւ նույն ժամանակաշրջանում Մամիկոն Ասլանյանին, որ Վանաձորում էր հաղթել ԿՊ-ին, որի համամասնական ցուցակներ գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը, որը հիմա դարձել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական, հենա պարզմանս խորհրդատվ է, որ պարտվել են նաեւ մյուս ընտրություններում։ Սա ինչ է նշանակում, որ ժողովուրդը սրանց անունը նույնիսկ վարչական այս ռեսուրսի պայմաններում, նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսների պայմաններում, չէ՞, տեսեք Transparency International հակակոռուպցիոն կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ ասում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ֆինանսները անհասկանալի են, ինչ աղբյուրներից են ձևավորվում, ծախսման ուղղությունները հստակ չեն, հատկապես ընտրական շրջանում։ Այդ վերլուծությունը իրենք արել են 23 թվականի Երևանի ավականու հերթական ընտրություններից հետո, որովհետև այդ կուսակցությունում դոնորներ էին եղել, որը պարզվել էր, որ տեղյակ չեն, որ իրանք 100,000 դրամի չափով կուսակցությանը գումար են տվել, այսինքն նրանց անձնագրային տվյալները վերցրել էին, այդ մարդկանց տվյալներով մուծումներ էին արել ու պարզվում էր, որ այդ մարդիկ սոցիալապես խոցելի խմբում են, այսինքն իրանք այդ 100,000 դրամի եկամուտը չունեն, բայց պարզվում է տարել են փող են մուծել ԿՊ-ին, այդ նշանակում է ինչ որ մեկը իրանց անունից մուծել է։ Հիմա այդ մեկը նշանակում է ինքը շատ փող ունեցող է, բայց պարզ չի թե ով է։ Ու պարզ պատասխանատվություն չեն ենթարկվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի նախաձեռնել, որոշումներ չի կա։ Հիմա այդ նույն մեխանիզմներով իրենք նաև մյուս ընտրություններն են։ Ու անգամ այս պայմաններում այս արդյունքն է։ Ես վստահ եմ, որ ասենք, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, Սարիկը այսօր քաղաքապետի տեխնացու առաջադրվել, նույն Սարիկ Մինասյանը Լուսավոր Հայաստան կուսակցությունով, որի համամասնական ցուցակով 2021 թվականին 21-ին չէ ներողություն 2018-ից մինչև 21 եղել է ազգային ժողովի падգամավոր, եթե հիմա Սարիկ Մինասյանը գլխավորել Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակը Գյումրի համայնքի ընտրություններում, Սարիկ Մինասյանը կստանար ընդհանուր ամբողջ Գյումրիից երևի 18 ձայն կարող է։ Այսինքն այն ինչ որ հիմա ինքը իր օգտին գրվում է, դա իր հեղինակության, իր աշխատանքի, իր որպես քաղաքական գործ է, բացարձակապես ոչ մի կապ չունի։ Եվ այդ այն վարչական ապօրինի ռեսուրսն է, որ հիմա թող ասենք մի տեղ թող հրաժարական տանք, ես նույնն ասում եմ 21 թվին։ Նիկոլ Փաշինյանը եթե վարչապետի պաշտոնակատար չլներ, ասում է հրաժարական եմ, չէ՞ տվել։ Լավ, եթե հրաժարական ես տվել, դու վարչապետ չես, ուրեմն դու նախկին վարչապետ ես։ Այդ ընտրություններին մասնակցել է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ նախկին վարչապետ Հոպլոն Արամ Սարգսյանը։ Հիմա եթե նրանք են նախկին վարչապետ, դու ես նախկին վարչապետ, գնա ընտրություններին մասնակցի նույն ռեսուրսով, նույն ունակություններով, ոնց որ εμյուս նախկին։ Դենամ 5% ձայն ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ 21 թվին հավաքեր թե չէ։ Իհարկե չէր հավաքի։ Պարոն Ղազարյան, ունենք եւս երկու ընտրատեղամասի արդյունքներ, Գյումրու 31-02-ում, այստեղ Սարիկ Մինասյանն է առաջատարը շատ լավն է։ Կարող է իրանց այդ թաղամասի բանկը։ Վարդան Ղուկասյանը 51 ձայնով, մյուս ընտրատեղամասում 31-12, կրկին Սարիկ Մինասյան 74, Վարդան Ղուկասյան 34։ Եթե լեն ուրեմն նոր է սկսել հաշվարկել, լրիվ չի։ Դա փոխվի։ Նախնական էլ է արդյունքը։ Չէ, այդ ընթացք է, դա այդ Գյումրի տեղամասերը 2000 ընտրողից պակաս չի լինում, էլի տեղամասն տենց է ձևավորում, այսինքն եթե մասնակցել են կեսը, կոպիտ ենք հաշվում, ուրեմն առնվազն 1000 ձայն, հիմա եթե հաշվել են 70, այդ նշանակում ալը շատ են, իսկ ընդ գիտեք ոնց ալում, ասենք ես տեղամասերում եղել եմ, էլի ձայների հաշվարկ անում ես, կարող է միանգամից մի 20 հատ մի հոգու համար գա։ Այդ որ ասում եք խմբով գազել եկել է, չէ՞։ Այդ մի 20 հատ իրար հետևից նույնիսկ դուրս է գալի, հետո փոխվում է։ Ասենք մի 4 հոգի մեկը տենում ես նույն ընտանիք է եկե։ 4 հոգի նույն ձևի է քվեարկում, հետո դա փոխվի դա էական չի։ Դա շատ բարձ է։ Պարոն Ղազարյան, լավ, Փաշինյանի իշխանության պարագայում հնարավոր է արդյունավետ համայնքապետ, քաղաքապետ լինել, առավել եւս ընդդիմադիր քաղաքապետ։ Չէ, ու իրականում չկա է, նույնիսկ այն քաղաքապետերը, ովքեր որ հաղթել են ԿՊ-ի տեխնացուներին, չէ,
Նրանք հետագայում նորից անցել են իշխանության հետ համագործակցության ռեժիմին, ասենք դրա ցայտուն օրինակը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանն է, չէ, որը որ բանտից հաղթեց ԿՊ-ին, ընդ որում առաջի փուլով։ Ինքը բանտում նստած էր։ Այո, Բանտից ԿՊ-ին ու ԿՊ-ն ընդեր գնացել էր Տիգրան Ավինյան, այն Գայշնիկ Արմեն, ել ով ասես գնացել էին Գորիսի փողոցներ ընկել էին, առաջի փուլով բանտից նստած տեխնացուն ԿՊ-ին հաղթել է։ Բայց հետագայում նրան էլի տարբեր մինչև հիմա դատում են, չէ՞։ Այդ բանը լիազորությունների կատարման պատնիսք զրկված է հնարավորությունից եւ այլն դատանի որոշման մեղավոր են ճանաչել բան, որովհետեւ հետևից հələ պայքարում են կապանում իրանց տեխնացուն ազգային ժողովի падգամավոր է հիմիկվա պարտվեցին առաջի փուլով Ալավերդիում այն իրանց տեխնացուն Արեն Մկրտչյան պարտվեցին մի տարի անցավ Համայնքի գործող ղեկավարին թույլ չտվեցին մտնի քաղաքապետարան ու Արենը դե դալիճում նստած, որ ինքը ավականու անդամ չի, պարտվել է ազգային ժողովի падգամավոր։ Լիազորությունները դադարեցրեցին։ Վարդենիս, նույն Փարաքարը իման չի անդե ընտրություն։ Հələ հիշեք, Փարաքարում երկու երթման արարողություններ, մեկը շենքում, մեկը բակում։ Հա, մեկն ասում էր ես եմ ընտրվել, մի հատ ընտրություն այլ է, սաղ ասում եմ մենք ընտրվել ենք։ Ասեք ես ուտես Վարդենիսում էլ էր այտենց։ Ով մասնակցել էր, ասում ես եմ ընտրվել։ Ես ոնց ալում։ Իշխանազավթումը սրանք թույլ չեն տալի։ Ընդ որում ընտրություններից առաջ 21 թվականի շատ արագ համայնքների խոշորացում իրականացրեցին առանց համայնքների կարծիքը լսելու։ Ինչի համար, որպեսզի ընտրական ձևը համայնքներում լինի համամասնական, որտեղ ընտրական օրենսգրքով 5000-ից պակաս համայնքներում պետքա լինի մեծամասնական քաղաքապետը պիտի առանձին ընտրվի, բայց քանի որ իրանք չունեն տեղերում ազդեցիկ գործիչներ, օրինակ Սարիկ Մինասյանը, ես ասել եմ, նրա ԿՊ դառնալը քաղաքական անաստագողության հետևանք է, որովհետև իրանք սեփական տեխնացու չունեն, հիշեք, իրանք տեխնացու ունեն, չէ՞, Կարեն Սարուխանյան ԿՊ-ում հայտարարեցին, ասեցին, որ մեր տեխնացուն Գյումրու ավականու ընտրություններում լինելու է Կարեն Սարուխանյանը, որը ԿՊ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, ազգային ժողովի падգամավոր նախկին մարզպետ։ Հայտնվեց պատմությունների մեջ Նիկոլ Փաշինյանը մամուլում գրեցին, իր թիկնապահին դրել էր հետը, որ չփախնի ուրիշ տեղ չտա։ Ուղարկեցին լաբորատորիա, հետազոտեցին, նարկոտիկը բացահայտեցին, գնացին ընկան Սարիկին ման գալի, Սարիկին բերին, Սարիկին ԿՊ, որովհետև նույնիսկ անհատ 110,000 հոգանոց համայնքում մարդ չունեն, որ առաջադրեն համայնքի ղեկավարի տեխնացու։ Դրա համար ընտրական համակարգը սարքեցին համամասնական, նախկին, որպեսզի կուսակցությունով մասնակցեն, ասենց կոալիցիաներով զավթեն։ Մեր վայք համայնքում խոշորացված համայնքը նորից խոշորացրեցին, որպեսզի գործող համայնքի ղեկավարի լիազորությունները ժամանակի շուտ դադարեցնեն, ինչա թե նախորդ ընտրություններին պատիվ ունեմ Դաշինքի աջակից էր եղել։ Այն միացրեցին Զառիթափ համայնքին, որի ղեկավարը Հայաստան Դաշինքի աջակի, որպեսզի այդ երկու համայնքը լուծարվի, երկուսի լտրված համայնքի ղեկավարները 5 տարի չեն պաշտոնավարել։ Նոր համայնք ստեղծեցին, գնացին ընտրության, պարտվեցին, ստիպեցին այդ նույն համայնքի ղեկավարների հետ կոալիցիա ձևավորեն, հիմա ասենք Վայքի քաղաքապետը ԿՊ-ա։ Բանը, այդ թվում նստում է տգետների դպրոցի դասընթացներին։ Աննա Հակոբյանի։ Լավ, եթե հակիրճ ամփոփենք, ինչ պատկեր ունենք այս պահին, պարոն Ղազարյան, ինչ ենք ակնկալում վաղը։ Կարծում եմ գիշեր հետա 2 ժամից արդեն հիմնական հաշվարկ, արդեն որ սկսել են հաշվարկը արագ կգնա այդ process-ը, 2 ժամից ես կարծում եմ մենք պատկերը կունենանք եւ կտոնենք ԿՊ-ի պարտությունը, կարծում եմ լավ կլինի, որ բոլոր կողմնակիցները ընդդիմադիր գործիչների, աջակիցների երկուշաբթի օրը առավոտյան մեքենաներով երթով գան դեպի Երևան, որպեսզի մենք իրանց շնորհավորենք, այստեղ հայրաքաղաքի մեր հարազատները գան մայրաքաղաքի իրենց հարազատների մոտ եւ երթով գնանք կառավարական ամառանոցից Նիկոլ Փաշինյանի դիմումը ուղեկցենք դեպի նախագահական նստավայր։ Հրաժարականին։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։
Հիշեցնենք, որ այսօր մարտի 30-ին Գյումրիում եւ Փարաքարում խոշորացված համայնքում անցկացվել են արտահերթ դիմընտրություններ։ Շարունակեք հետևել մեր անաչառ լրատվությանը, Tribune-ի հարգելի հետևորդներ, կհանդիպենք։